Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Մենք շարունակում ենք խոսել բռնության տարբեր ձևերի մասին, բայց այսօր թեման մի փոքր տարբեր է։ Այս անգամ խոսքը ոչ թե ուրիշի կողմից պատճառված վնասի, այլ այն պահերի մասին է, երբ վնասը մարդը ուղղում է ինքն իրեն։ Սա կոչվում է ինքնաբռնություն կամ ինքնավնասում։ Սկսենք մի կարևոր ճշմարտությունից։ Մարդիկ սովորաբար չեն ուզում իրենց վնասել։ Շատ դեպքերում դա փորձ է ինչ-որ բան հաղթահարելու։ Ինչ? Ուժեղ էմոցիաներ, լարվածություն, դատարկություն կամ այն զգացողությունը, որ ներսում շատ բան կա, բայց դուրս չի գալիս։ Երբ մարդը չի կարողանում արտահայտել կամ կարգավորել այդ վիճակները, երբեմն ընտրում է ձևեր, որոնք ժամանակավորապես թեթևացնում են, բայց իրականում վնասում։ Ինքնավնասումը միշտ չէ, որ ակնհայտ է։ Օրինակ, երբ մարդը մշտապես մեղադրում է իրեն ամեն ինչի համար, կամ երբ իրեն ասում է բաներ, որոնք երբեք չէր ասի ուրիշին։ Երբ դիտավորել անում է բաներ, որոնք գիտի, որ իրեն վնասելու են։ Օրինակ, անտեսում է իր առողջությունը, քունը, սնունդը։ Կա նաև պահ, երբ մարդը սկսում է մտածել, որ ինքը արժանի չէ լավին։ Սա արդեն ներքին բռնության շատ ուժեղ ձև է։ Ինչու է սա վտանգավոր։ Որովհետև դառնում է սովորություն։ Մարդը սկսում է իր հետ խոսել նույն ձևով, ինչպես մի ժամանակ ուրիշներն էին խոսում իր հետ։ Ու այդ ներքին ձայնը դառնում է շատ կոշտ։ Ինքնաբռնության նախանշանները կարող են լինել մշտական ինքնաքննադատություն, ինքնարժեքի անկում կամ այն զգացողությունը, որ դու միշտ քիչ ես։ Հիմա ամենակարևորը՝ ինչ անել։ Առաջինը՝ հասկանալ, որ քո նկատմամբ կոշտ լինելը քեզ չի դարձնում ավելի ուժեղ։ Դա պարզապես ուժեղացնում է ճնշումը։ Երկրորդը՝ սովորել նկատել քո ներքին խոսքը։ Եթե դու քեզ հետ խոսում ես այնպես, ինչպես ոչ մեկի հետ չէիր խոսի, արժե կանգ առնել։ Երրորդը՝ չմնալ մենակ այդ իրավիճակում։ Խոսելը թուլություն չէ, խոսելը միջոց է դուրս գալու ներսի ծանրությունից։ Եվ մի շատ կարևոր միտք. եթե դու պայքարում ես քո ներսում, դա արդեն նշանակում է, որ դու փորձում ես։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք ներքին ցավը միայն այն պատճառով, որ այն տեսանելի չէ։ Ես Փիսոն եմ, ու հիշեք, ուժեղ լինելը սկսվում է այն պահից, երբ դու դադարում ես քեզ վնասել ու սկսում ես քեզ հասկանալ։